Ողջույն բարեկամներ, միջև հիմնական նորություններին անցնելը ես նախ ուզում տեղեկացնեմ, որ մեր ընկերներից մեկը բժիշկ Վարդան Կարագյուզյանը մի մեծ նամակ է գրել ուղղված դատավորին, որ զբաղվում է Վարդան Ղուկասյանի գործով։ Ես հիմա այն ձեր համար կկարդամ, այն եւ էլեկտրոնային տարբերակ կա եւ տպագրած տարբերակ կա, բայց միջև այս նամակներին Իմիջիայլոց ասեմ այսօր մի հատ հարցազրույցել ես եմ տվել Լաս Վեգասի մեդիաներից մեկին, վաղը կլինի եթերում, դրանից հետո նորի ես կտեղադրեմ այն հատվածը, որ ես հարցերին պատասխանել եմ հայերեն։ Այդ հարցերին ես պատասխանել եմ հայերեն, տղաս թարգմանել է անգլերեն, բայց ես առանձնացրել եմ հայերեն տարբերակը, վաղը ես դա կցուցադրեմ, չեմ ուզում հիմնական մեդիայից առաջ ընկնել, էտիկետի հարցը էլի։ Միջև այս նամակներին եւ այս ամեն ինչին անդրադառնալը ես ուզում շատ կարևոր բան ընդգծեմ ինձ համար եւ բոլորիս համար։ Այս ամեն ինչի այս սոսկալի բաները, որ մեր շուրջ կատարվում է, այսօր ես առանձնապես տրամադրություն ողջավորվածություն չկա այս հաղորդման մեջ, որովհետեւ այն ինչի մասին մենք խոսելու ենք ավելի շատ անհանգստություն է, քան ինչ որ հուսադրող բաներ։ Ու այդ բոլոր անհանգստություններն ու հուսադրող կետերի բացակայությունը ունի մի պատճառ։ Սա իմ եզրակացությունն է, բոլորովին պարտադիր չի, որ սա լինի վերջին ճշմարտությունը։ Ես էլի ոնց անալիզ եմ անում, գալիս եմ կանգնում եմ այդ նույն հարցին։ Նժդեհը ասում է պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի Հայաստանը։ Ես թող ների նժդեհի ինձ, ես վերաձևակերպեմ։ Պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի աշխարհը, որովհետև աշխարհը եթե չապրի Հայաստան չի կարող ապրել։ Եթե կեղծիկը տիրեց աշխարհին, գրավեց քաղաքական բարձրագույն կետերը, այդ պոզիցիաները, Հայաստանը չի ապրի, որովհետև մանավանդ այսօրվա Հայաստանը շատ կախված է համաշխարհային այս դեպքերի հետ եւ մանավանդ որ ուղղությամբ են գնում այդ դեպքերը, մանավանդ ում ձեռքում են գտնվում են լծակները, որոնք աշխարհը տանում են ինչ որ մի ուղղությամբ։ Ես չեմ հավատում, որ աշխարհը կարող է գնալ վատ ուղղությամբ, ունդեղ Հայաստանի համար լավ տեղ լինի։ Ես դրան չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ կարելի է կեղծիկով հասնել արդարության։ Ես չեմ կարծում, որ կարող է այդ սուտը, այդ ցինիզմը, որ հիմա կա, բերի Հայաստանին, չգիտեմ, հաջողություններ, բացառվում է, որովհետև դուք ոնց կարող ասենք համատած կեղծիկի մեջ դուք ճշմարտություն գտնեք։ Իսկ Հայաստանը չի կարող ճշմարտություն պարտադրել ցավոք այսօր։ Չի կարող պարտադրել շատ որոշակի հանգամանքներից ելնելով, օբյեկտիվ հանգամանքներ։ Հայաստանը չունի այդ ուժը։ Չունի այդ ուժը։ Ես ուզում եմ հիմա կարդամ այս նամակը, շնորհակալություն հայտնեմ Վարդան Կարագյուզյանին, բժիշկ Լոս Անջելեսից եւ ինչի՞ չէ, եթե մարդիկ կան ուզում են նամակներով դիմեն դատավորին, ես այսօր իմ խոսքն ասել եմ, բայց կներկայացնեմ վաղը։ Հիմնավորել եմ, թե ինչու չի կարող հնարավոր չի եւ չի կարելի Վարդան Ղուկասյանին արտահանձնել, որովհետեւ եթե դատավորը նման որոշում կայացնի, դա նշանակում է, որ ինքը գործում է արդարության, արդարադատության, մարդու իրավունքներին դեմ ուղղակի։ Դե ոնց կարող է դատավորը տենց որոշում կայացնի։ Բայց ավելի մանրամասն խոսենք վաղը։ Հիմա ես ուզում եմ ձեզ այս նամակը ներկայացնեմ, սա անգլերեն տարբերակն է, ես ունեմ նաև հայերենը։ Եվ այսպես ես Վարդան Կարագյուզյանն եմ եւ երկար տարիներ ղեկավարել եմ ամերիկյան բժշկական գիտական կենտրոնը։ Ձեր այդ գերազանցություն սկզբից ցանկություն ունեմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր ժամանակի համար եւ հայտնել, որ նամակի ոգեշնչման առարկան քաղաքական հալածանքն է։ Այո, քաղաքական հալածանքը։ Իմ այս հայտարարությունը կապված է իշխանությունների կողմից քաղաքական հասարակական գործիչներին, մասնավորապես Վարդան Ղուկասյանի նկատմամբ կեղծ հիմունքներով քրեական գործ արուծելուն։ Թույլ տվեք նկատել, որ բնագիտական եւ հասարակագիտական օրենքները նույնատիպ են։ Եթե արյան անալիզներում նկատվում է սպիտակ գնդիկների ավելցուկների արկայություն, որը հուշում է ենթադրվող հիվանդության արկայության մասին, ապա նույն սկզբունքով հասարակության մեջ որևէ ոլորտի ներկայացուցիչների
քաղաքական ակտիվացումը խոսում է իշխանությունների կամ կառավարման գործունեության հիվանդության մասին։ Շնորհակալություն պարոն Կարագոզյան, հոյակապ համեմատություններ։ Այս ժողովուրդը, որը իր պատմության ընթացքում բազմիցս թալանվել է, ու միայն անցյալ դարի վերջին խորհրդային երկրի կազմակերպման հետևանքներով ինքնուրույն ապրելու հնարավորություն ստացավ, ենթադրելով ունենալ խոսքի եւ ազատ ապրելու իրավունք, սակայն այդ ազատ գործելը իրականացվեց հասարակ քաղաքացուն շահագործելու անպատժելի լինելու մարդու իրավունքների ոտնահարման, զավեշտի հասնող անարդարության, ինչպես նաև կոռուպցիոն խայտառակ դրսևորումներով։ Բոլոր պաշտոնյաները եւ գործավորները շրջանցելով թեկուզ ձևականորեն ընդունված միջազգային օրենքները իրենց կարգավիճակը նույնացրեցին եւ նույնացնում են սեփականության հետ։ Միջազգային արենայում կեղծ դեմոկրատիա ներկայացնելու իրականում գրանտներից օգտվելու հակում ունեցող իշխանավորները սահմանափակում են ազատ մտքի եւ ազատ խոսքի ամեն մի դրսևորում։ Ներկա Հայաստանում դեմոկրատիայի ազատ խոսքի իրավունքի քողի տակ թաքնված է մարդու իրավունքների ոտնահարում, զավեշտի հասնող անարդարություն, կոռուպցիոն խայտառակ դրսևորում։ Բնական է, որ պետք է գտնվեին մարդիկ, որոնք անհանդուրժող են բնությունից օժտված են նեգատիվ երևույթները վերհանելով։ Վարդան Ղուկասյանը պատահական մարդ չէ։ Նա իրազեկ է հայաստանյան բոլոր ներքին եւ արտաքին իրադարձությունների պատճառահետևանքային կապերին։ Նա վեր է հանում այն բոլորը եւ հասարակ քաղաքացուն տեսանելի չէ։ Որը հասարակ քաղաքացուն տեսանելի չէ։ Հետևաբար նրա գոյությունը ձեռնտու չէ որևէ իշխանական կառույցներին, չունենալով պայքարելու որևէ այլ լծակ։ Նա ռետոբանորեն է ներկայացնում իրավիճակը։ Վարդան Ղուկասյանը պատահական չէ ընտրել Միացյալ Նահանգները, ենթադրելով այդ երկիրն այն երկիրն է, որտեղ վերջապես մարդը ազատ է եւ այնպես ինչպես կարող էր ազատ արտահայտվել Ռոբերտ Դե Նիրոն այդ Օսկարի ժամանակ։ Ձեր գեզացություն, ես ամբողջ գիտակցական կյանքը նվիրել եմ մարդուն օգնելուն, բժշկական մասնագետների պատրաստման գործին, եւ պետք չեմ զբաղվել քաղաքականությամբ, սակայն հասկացել եմ, որ մարդկության ապագան միայն ազատ մտածելու, ազատ գործելու եւ մեկը մյուսին չարատավորելու բնության մի մասնիկը լինելու մեջ է։ Խնդրում եմ մեկ անգամ եւս չսահմանափակվի մարդու իրավունքը եւ Միացյալ Նահանգների դատական մարմինները ցույց տան իրենց անկոտրում կամքը։ Վարդան Կարագոզյան։ Շնորհակալություն պարոն Կարագոզյան, նամակի համար։ Այո, ես կասեի, որ մարդկության պատմության գոյատևելու բանաձևը ոչ թե միայն ազատ ապրելն է, նաև բնության օրենքների հետ հաշտոհամերաշխ, ոչ թե հաշտոհամերաշխ տրամաբանված այդ սահմաններում ապրելու մեջ է, որտեղ ցանկացած կեղծիք, ցանկացած սուտ բերում է նույն հետևանքները, գուցե եւ ավելի հետևանքներ։ Անցնենք մեր մնացած թեմաներին։ Ես այս տեսանյութը որ տեսա, դառնայեք իրար հետ։ Քշումը, տեսեք, քշումը մեքենայի վրա, որ պարտադի մեքենան դուրս գա ճանապարհից, պարտադի, հրումա դուրս։ Որ ինչ-որ մի հատ ճիվախ պետք է անցնի այստեղ, դուրս է եկել է։ Այս բոլորը այսքան մեքենա տանում էր մի հատ թույնի, մի հատ սրիկայի, որը այս տանողների երեխեքի ճակատագիրը արդեն որոշել է, որ նրանք հայրենիք չեն ունենալու։ Պատկերացնում եք, այս ամբողջ շարասյունը, այսքան մեքենա, այսքան մարդ, եթե դրանց իհարկե կարելի է մարդ ասել։ Ես պնդում եմ, որ դրանք մարդ չեն, որտեղ մարդը միայն բանը չի, ֆիզիոլոգիական ուտել, քնել, արտաթորելու մեջ չի։ Մարդը բովանդակություն է, մարդը արժեքային համակարգ է։
Մարդը անասունից տարբերվում է, անպայման, էլի։ Ու այս ամեն ինչը արվում է մի հոգու համար, որը կարողացավ ավիրել երկիրը, դառնալ բազմաթիվ մարդկանց դժբախտությունների պատճառ ու շարունակում է։ Շարունակում է սրանց շնորհիվ։ Սրանք այն ոչ բառով գեներալներն են, որոնք գեներալներ չէ, զինվորականներն են, որոնք դատարկեցին 1 տարի առաջ հայկական գյուղերը։ Սրանք պատկեվատվել են։ Պատկեվատվել։ Իրենց անվերապահորեն ծառայության համար։ Այս մարդիկ անվերապահորեն ծառայել են Փաշինյան Նիկոլին։ Ու սրանք հապարտ կանգնած են կամերայի առաջ։ Սրանք հապարտ իրավունք ունեն կանգնելու միայն ադրբեջանական մեդիայի համար նկարվելու համար։ Ոչ մի պարագայում սրանք չէին կարող հապարտ կանգնել։ Եթե սրանք մի պահ պատկերացնեին իրենք ինչ են արել, սրանք կարող ինֆարկտ ստանային, այսինքն պարտավոր էին ինֆարկտ ստանալ։ Սրանք պաշտոնի բարձրացում են ստացել, ինչպես բոլոր են ոստիկանները, որոնք ջարդում են ժողովրդին, պատկեվատվում են եւ Նիկոլը կոչում են նրանց պետության, իրապետության ողնաշար։ Երբեք հայ զինվորականը այսքան ստորացված չի եղել, ինչքան կարողացավ ստորացնել Փաշինյան Նիկոլը։ Երբեք։ Ես պատմությունից sense բան, ես չեմ հիշում, եթե մեկը գիտի թող ինձ ասի։ Երբեք հայ զինվորականը չի հպարտացել նրանով, որ ինքը քանդել է հայ մարդու տունը, հանձնել է հայ մարդու օջախը, ու դրա համար հիմա պատկեվատվում է։ Սա ողբերգություն է։ Գիտեք առավել ողբերգությունը որն է, որ ինքը ունի ընտանիք, որ ինքը ունի հարևաններ, երեխաներ, բարեկամներ, իրեն փողոցում տեսնում են, ոչ մեկ երեսին չի թքում։ Ոչ մեկ չի ասում դու այդ համազգեստը կրելու իրավունք չունես։ Օկի այդ գոնե տարբերանշան է, այս Հայաստանի Հանրապետության բանը, դինջի, օկի, Ադրբեջանին է կապը։ Դա գոնե կլինի ազնիվ այդ ականք։ Դա կլինի ազնիվ, չէ։ Պիտի մերդի կեղծիկը։ Ժորժ ջան, ինքն իրան չի մեռնում այդ կեղծիկը։ Կեղծիկը մոլախոտի նման բան է։ Երբ որ այգեպանը չի քախանանում, հա, չի մաքրում այգին, այդ կեղծիկը մոլախոտի նման տարածվում ու ծածկում ամեն ինչ։ Այդ կեղծիկը աղմատախիլ է պետք անել։ Սա է կեղծիկ։ Այստեղ մենակ կեղծիկը ընտրություններ կեղծելը չի, ձայն կեղծելը չի, հա, նորությունները ինֆորմացիան կեղծելը չի, այս ամեն ինչը կեղծիկ է։ Այս ամբողջ հարաբերությունները ինչ որ կա, հարաբերություններ կեղծիկ է։ Կեղծիկ ես այսօր կողքից նայում եմ այդ հարաբերություններին, ես առանց մատիս տալու, ես կնայեմ իրանց ոնց եմ ոչնչացնում, ես չեմ պետք։ Որտե պետքա ոչնչանա դա, որ ապրի երկիրը, որ պետք է մոլախոտը հանես, որ տակից կանաչը դուրս գա, ծաղիկ է երևա։ Իսկ դա մենք ունակ չենք այդ մոլախոտը հանելու։ Հիմա մենք պատմական են փուլում ենք, որ այդ մոլախոտը մեր փոխարեն ոչ մեկ չի անելու։ Մանավանդ ասեմ, երբ որ մոլախոտ ոչ միայն հանող չկա, ցանողներն են ավելացել։ Դրա առանձին ենք գալու։ Այսպեսի ինչ որ բաներ է կատարվում Հայաստանում։ Ռոբերտը մեղավջում է Սերժիկին Նիկոլ բերելու, Սերժիկը մեղավջում է Ռոբիկին Նիկոլ բերելու համար։ Ես ինչքան կարդում եմ երկուսի թռուցիկ հիմնավորումները, ինքան ուզում եմ ասեմ դու ես ճիշտ, երկուստ էլ ճիշտ եք։ Հա, Ռոբերտ, ճիշտ է ասում Սերժիկը, որ դու մարդի մեկի մարդ էի սպանում, բայց դու մարդ էի սպանում ոչ թե Սերժիկին փրկելու համար, չէ, դու մարդ էի սպանում, որ հանգար Սերժիկի փոխարեն ուրիշ մեկը չնստի։ Սերժիկն էր քեզ պետք, որովհետև դա Սերժիկը խոսքեր տվել, քեզ այդ իշխանությունը հետ պետք է տար, հետո որ քեզ պետք է չհալածեր, քո գողություններն ու մարդասպանությունները պետք է չբացահայտվեին, քո միակ երաշխավորը Սերժիկն էր, դու դրա համար էիր մարդ սպանում։ Սերժիկն էր գիտի, որ դա իր համար էր այդ մարդասպանությունը։ Սերժիկը ուղղակի դա ուրանում է։ Իսկ մնացածը որ Ռոբերտն ասում է, դու ես բերել Նիկոլ, դու ես արկել Նիկոլ, ճիշտ է ասում։ Այ երկուսը ճիշտ եք ասում։ Երկուսը էլ աշխատել եք, որ լինի Նիկոլ։ Որովհետև եթե դուք
այս ժողովրդին չանասնացնեիք, չստորացնեիք այն աստիճան, որ մարդը ընչազուրկ այն աստիճանից ստոված ու հալածված լիներ, որ իր համար 5000 դրամը փող լիներ, որ ինքը գնար հոգին ու սիրտը ծախեր, այսօր վիճակը չէր լինի։ Դուք եք սարքել այդ ժողովրդին այդպես։ Դու, Ռոբերտ Քոչյան, դու ես այս պրակտիկան ներդրել, պարտադրելով, վարձնելով, փող բաժանելով, մարդ գողանալով, դուք բոլորդ եք ծնել Նիկոլին։ Այդ չեմ ասում ձեր մեծագույն ծնողը Լևոն Տեր-Պետրոսյանը, դուք եք այդ ամեն ինչ արել։ Գրզոն էր դեռ 95 թվականին մարդիկ գողանում ընտրատարածքներից, արկղեջ գողանում, որ լցվում ունենանի, սպառնում, ահաբեկում աչուձախ։ Գրզոն այսօրվա որ կանած այդ անասունը, այդ չարչին, այդ միլիարդատեր բոմժը հոգով ինքը մնաց բոմժ, հոգով ինքը մնաց բոմժ։ Բոմժը ունեցվածքի բանի մեջ չի, քանակության մեջ չի։ Բոմժը ունակությունը ճիշտը խոսալու։ Այսինքն հարստությունը կներեք, հարստությունը դա հնարավորությունն է ճիշտը խոսալու։ Եթե մարդը չի կարա ճիշտ խոսալ, նա ուրեմն հարուստ չի, նա ուրեմն ազատ չի։ Հասկացա՞ք։ Իսկ ինքը փող ունեցող բոմժը, ոսում դու չես կարա Մոնակո լինես լրագրողին։ Ոյա չափանիշը Մոնակոյում լինել չլինելն է։ Նենց որ Սերժիկ Ռոբիկ, դուք իշխանով հասկանում եք, որ դուք վառվում եք Նիկոլայի հետ միասին նույն նավում, դուք եք այդ նավը կառուցել։ Դուք առանց ձեզ մանավանդ 20 թվականից հետո, առանց ձեր այս պասերով խաղերի, Նիկոլը վաղուց 2020 թվականի նոյեմբերի 12-ին արդեն սան սատկացել էին։ Ռոբիկ, որ դու բանը Սերժիկի մեղադրում ես Նիկոլ բերելուն, դու չես ասում սրան ճիշտ է։ Դու չես ասում, որ միայն հիմարը կհրաժարվի նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Դու չես ասում, Ղարաբաղը դու գործ չունեք, մենք ուրիշ ենք, դուք ինչ, մենք հայ չենք, մենք ուրիշ ենք։ Էս էլ է նույնը ասում։ Այս տականքն էլ է քեզ կրկնում։ Ինչն է ձեր մեջ տարբերությունը։ Անուն ազգանունների, ախր ժողովուրդը ձեզ բոլորի միտեղ ազում տեսնի, միտեղ։ Այդ 4 տախտակ խփած վրանել մի հատ մեծ տախտակ։ Անունը չեմ ուզում տամ։ Ժողովուրդը ձեզ 4-ին միտեղում ազում տեսնի։ Տառ վիճակում սեղանի վրա։ Նենց որ դուք ինչքան ուզում եք իրար քփուր տվեք։ Ինչքան ուզում եք իրար հայոյեք, ձեր, ասենք դա 1% դու ավել ես, ասենք Սերժիկի։ Ինչ դա փոխում։ Ինչն է փոխում, ոչ իման չի փոխում։ Ու ժողովուրդը ասած ուշադիր լսում է, տնաս Ռուսաստանից ավելի վատ է։ Բայց քվեարկությունները ցույց են տալի, որ դուք բոլորդ բոլորդ այսինքն իրար հետ ունեք ընդհանրապես 20%։ 20% հետաքրքրություն ժողովրդի մեջ, այն մնացած 80%-ը ատոմացես։ Չի ուզում ձեր անունը լսի։ Ասեմ, այն եղած 20%-ն էլ կհրաժարվեն ձեզանից, եթե հանկարծ այնտեղ մի հատ ուրիշ ալտերնատիվ տեսավ։ Ռեալ, էլ չեմ ասում, եթե այդ ալտերնատիվը եղավ նաև ուժեղ, էլ չեմ ասում, եթե ալտերնատիվը նաև ունեցավ փող։ Այդ 20%-ից 10, ասենք, այդ 20%-ից կմնատակի 5%-ը։ 5%-ը դե բոլորի բարեկամներն են։ Եթե այդքան է լինի իհարկե, էլի։ Եթե հանկարծ այդ նոր ուժեր եղավ, համուժեղ քաղաքականապես գրագետ ու փողով, որովհետև 20%-ը ձեզ պահում է, դիջում է փողի համար։ Ձեր կողքը դուք մեկը չունեք, բոլորի հետ մեկը, որ վաղը դուք ոչ մի բան լինեք քաղաքական իմաստով, գա ձեր տուն նոր տարի շնորհավորի։ Չունեք այտենց մեկը։ Չկա, դուք չեք կարող ունենալ, որտեղ դուք ինքներդ էլ այտենց չեք։ Դուք ո՞ս կարող եք ունենալ ձեր շուրջը մեկը, որ ձեզ ցենց սիրում է ուղղակի, որ դուք ասենք լավ մարդ եք, լավ շախմատ եք խաղում, կամ լավ բասկետբոլ։ Չունեք այդպես մեկը։ Դուք եք գիտեք ովքեր են ձեր շուրջը ու ինչի համար։ Հենց որ ինչքան ուզում եք իրար հայոյեք։ Ճիշտ եք բոլորդ, ուղղակի ժողովրդին զբաղացնում եք դրանով, բայց վստահ եղեք, այն հասկացած մարդը սպասում է, ասենց հորիզոնին է նայում, թե այդ մեկը երբ է ձիով գալու թուրը ձեռը։ Բայց ես այդ մարդկանց հետ պետք է ասեմ, մի սպասեք այդ մարդուն ձիով թուրը ձեռը։ Դուք պետք է ստեղծեք այդ մարդը, մի սպասեք։ Որտեվ այն խոսքն ասում է,
Ինչքան սպասենք, որ լավ ապրենք, ասում եմ, եթե պետք է սպասես, երկար է սպասելու։ Մի սպասեք։ Ստեղծեք այդ կերպարը դուք ստեղծեք, կարող է հենց դուք եք այդ կերպարը։ Որովհետև քան դուք դա չեք ստեղծել, այսպես մի հատ բան կա, այն Սասունին հիշում եք, որ ինքը Սասունա ոչ միայն անուն ազգանունով։ 25 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել Լարգովին ՍՊ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր ծավալը կազմել է 54 միլիոն 800 դրամ։ 54 միլիոն։ Դա առաջի դեպքը չէ եւ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 22-25 թվականներին Հրազդանի համայնքապետը Լարգովինչ ՍՊ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 209 միլիոն դրամ։ Սա գիտեք ինչքան է? $5 միլիոն։ Այն թթվիկար, այն դավաճան Սասունի լակուտը այսի $5 միլիոն աղբորը նվիրատում է պետության հաշվին։ $5 միլիոն։ Սա $5 միլիոն դրամ չեն տեսել իրենց կյանքում իրար վրա դրած։ $5 միլիոն հիմա դրան բալ ինչ է Սասունի համար պրոբլեմ չէ։ Ում է պետք դավաճանել։ Ինքը ամբողջ կյանքը սովոր է։ Վազգեն դավաճանել է, Սերժ հետո Քոչյանին դավաճանել է, Սերժիկին դավաճանել է։ Հիմա Նիկոլիկո սան էլ է դավաճանելու։ Որտեղ այս մարդիկ, եթե չդավաճանեն իրանց ուրիշ բանի համար, փող չեն տալու։ Դրանք ուրիշ բանի համար չեն կարող վճարվեն։ Ունակ չեն ուրիշ բան։ Սա միակ բանը, որ իրանք ունակ են, ստորությունն ու սադիկայությունը դավաճանելն է։ Հայաստանում ամենաշատ գնահատվող մասնագիտությունը դա ստատիկայությունն է, ստորությունը։ Այ եթե դու այդ հատկանիշներն ունես, ինչ պաշտոն ես ուզում, ինչ դիրք ես ուզում։ Ես կտամ, որովհետև Հայաստանում չես կարող ուրիշ ձև ապրելու, լավ ապրելու իմաստով եմ ասում, չես կարող։ Ինչ պետք է անես։ Գնանք։ 5 միլիոն քաղաքացու տվյալների բազա է այս պահին պատտվում ինտերնետներում, անուն, ազգանուն, հասցե, անձնագրի սերիա, այսպիսի տվյալներ, Microsoft Access-ով հարմար հավաքված, որ հեշտ գտնես, մի քանի այլ արտահոսքեր են եղել, այդ թվում կոմերցիոն, ընկերություններից, երբ որ 200,000, 100,000-անոց տվյալների բազաներ են հայտնվել եւ դրանցից մեկը, քանի որ մենք փորձում ենք ուսումնասիրել արդյոք դա ճիշտ է, թե չէ, օրինակ գնել էինք 11,000 դրամով ընդամենը, այսինքն սև շուկայում։ Ինչեր մեզ այս մասին ասում։ Այսինքն Հայաստանի 100-200,000 քաղաքացու անձնական տվյալներ ունենալը ընդամենը $20 հարց է, որից հետո կարող է հանցագործը զանգել քաղաքացուն, ասել բարև ձեզ, դուք այս հասցեի բնակիչն եք, մենք այսինչ սպասարկող ընկերությունն ենք, եթե չեք հավատում հեսա ձեր անձնագրի հասցեն, ինչ է մեզ սան ասում, որովհետև Հայաստանի քաղաքացիները շատ խոցելի են հենց այս պատճառով։ Այս արտահոսքերի մի մասը տեղի ունեցել, որտեղ կա այսպես կոչված հայ-ադրբեջանական փոխհրաձգություն, ասեմ, որ նաև ադրբեջանցիների շատ մեծ քանակի անձնական տվյալներ կանելի արտահոսքերով, որ եղել են, երբ որ հայ հակերներն են ինչ-որ գրոք կազմակերպել, հանել, հրապարակել կամ տարածել են։ Եվ ինչ է կատարվում։ Երբ որ մարդուն զանգում ես, ասում ես, ես Նիգերիայից քո քեռու տղան եմ, իսկ դու ով ես, նույնիսկ անուն չէ, այդքան մարդուն չի տրամադրում զրույցի։ Մեկից ասում են, ես ով ես, Կիժնով եմ։ Իսկ երբ մարդուն զանգում են շատ հասցեավորված, թիրախավորված, նույնիսկ այդ տվյալների բազաներից մեկը, որ արտահոսքերում կա, այնտեղ հստակ երևում է այդ տանը բնակարանում ով է գրանցված, այսինքն մենք նաև տեսել ենք, որ այդպիսի տվյալներից օգտվելով, օրինակ տարեց մարդկանց, զանգում են քաղաքային համարով, ասում են այ ձեր էսի թորնիկը ինչ-որ մեքենայի պատահարի մեջ է ընկել, ինքնա մեղավոր եղել, դրա համար ոստիկանություն հանգարց չզանգեք, եթե ուզում եք, որ մենք արագ մի հատ շտապ օգնություն ենք կանչել, իրանց փողը տանք, 10,000 դրամ փոխանցեք, համինքը համ այդ դուժածին մենք հիվանդանոց հասցնենք, ձեզ էլ կտանք խոսեք, ինքն էլ չի կարող խոսել, մենակ բան, հեսա հեռախոսը դեմ տանք, մի հատ ինչ-որ աղիողոր ձայն կլսեք, ինքը վատ վիճակում է, կյանքը փրկելու հարց է, մենակ համարի մեջ տեսանք պապի, զանգեցինք, Եվ այսպես կարելի է շարունակել այս ամեն ինչը։ Հայաստան թերևս ամենախոսելի երկրներից է, որովհետև Հայաստանի ամբողջ ինֆորմացիան նախ հեչ ոչ չէ Հայաստանում կա ադրբեջանական բանկ, իր բաներով, ակտիվներով։ Դա VTB-ներ հիմա երկրորդը ամերիկյան վաճառվեց ադրբեջանցիներին կարծեմ, պլյուս
ունեք Yandex սերվիս։ Պլյուս ամբողջ պաշտպանության նախարարության, կառավարության, քաղաքապետարանի բոլոր հիմնարկների, պետական հիմնարկների կոմպյուտերները սպասարկվում են ռուսական անտիվիրուսներով եւ ռուսական ծրագրերով, որը ենթադրում է մի բան։ Դուք գաղտնիք չունեք, ժողովուրդ ջան։ Մենք գաղտնիք չունենք, ասես թափանցիկ էստի համեցեկա։ Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական ընկերն է։ Ադրբեջանը Ռուսաստանը պարտավոր է այդ տվյալներով կիսվել Ադրբեջանի հետ, որտեղ իրանք ունեն համաձայնագիր դեռ 3 տարի առաջ, ուղիղ 3 տարի առաջ, փետրվարի 22-ին կնքված։ Ամեն ինչ, ասենք ադրբեջանցին գիտի, ով որ ասեում ապրում, քանի հոգի կան դե ապրող, ով ինչքան վարկեր ունի, ով որտեղ աշխատում, ով ինչ մեքենա է քշում, հեռախոսի համարը, մեքենա, ամեն ինչ, այսինքն ուղիղ ադրբեջանցիների սեղանի վրա դրած է։ Ուղիղ իրանց պետք չէ հետախուզություն ունենալ։ Հետախուզությունը նստած է Հայաստանում բանը ռուսական բանը ընկերությունների բանկերի Yandex Mandex-ների ձևով այսպես նստած է իրանք էլ ինչ պետքա հա $20 մի քանի տասնյակ հազար մարդու տվյալ կարող են առնել այսպես էսա այսօրվա իշխանությունը էսա այսօրվա Հայաստանի վիճակը այն որ Սերժիկն ու Ռուբիկ իրար բան են անում հա իրար հայոյում են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Թելսելի բաժնետեր է։ Ես հիմա ուզում հարցնեմ։ Ռոբիկ։ Թելսել բանը Տիգրան Սարգսյանը քո վարչապետն էր թե Սերժիկի։ Ում մոտ էր աշխատում բանկի նախագահ։ Ով է այս մարդը։ Քո ժամանակ բանկի նախագահ էր, Սերժիկի ժամանակ էլ էր աշխատում։ Վերջը դու Նիկոլից ինչի՞ց ես բողոքում։ Ես էլ ասեմ էլի բոլոր բիզնեսներից ամենաուժեղ հովանավորը Նիկոլ Փաշինյանն է քո բոլոր շինարարությունների ամենաուժեղ բանը հովանավորը էլի Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է ձեզ երկուսի մեղրի մեջ պահում է այսինքն ձեռքերի մեջ պահում է Նիկոլ Փաշինյանը դուք ինչից եք իրաց բողոքում այդ որը ինչքան ուզե չի կարողացել տանի անհնարին է տարել եք ու տանում եք միջև հիմա իսկ այն հանգամանքը որ դուք իրար մեջ իրար ատում եք Այն որ Սերժիկը քեզ գցեց, չտվեց իշխանությունը հետ տվեց Նիկոլին։ Դե դա ձեր գործն է արդեն, գիտեք, մեզ ժողովրդից համար դուք նույնն եք։ Ասեցի, չէ՞ ժողովուրդը ձեզ ոնց հազում տեսնի, որտեղ ու ինչ վիճակում։ Չկրկնեմ էլի։ Ու բոլորդ ծառայում եք նույն կենտրոնին։ Ձեր քիմիան մի տեղից է գալի։ Քիմիան Եվ այսպես Մոսկվայում Հերդար Ալիևի հուշարձանը տեղադրումը կարևոր մշակութային եւ հումանիտար իրադարձություն կլինի ՌԴ-ի եւ Ադրբեջանի համար։ Զախարովան։ Ճիշտ ասում ոչինչ որ մի ամբողջ ինքնաթիռ խփվեց, բայց դա փոխարեն Ալիևի արձանը կլինի Մոսկվայում։ Դա այն գինն է, խփի մի հատ ինքնաթիռ, հետո հոր արձանը դիր ու վերջ, այլ խնդիր չունես։ Իրանք իրար հետ առևտուր են անում, իրանք իրար հետ մարդկանց կյանքերի վրա գործարքներ են անում։ Իսկ Հայաստանում բերանները բաց, սպասում են, որ այս ռուսը գալու է իրենց փրկի, Ալիևին մոռանալու է, Ալիևին բանը տեղ չի դնելու ու իրանց է բերելու։ Այս կռիվն էլ է դրա համար։ Սերժիկ եւ Ռոբիկ։ Ռուսաստանը, եթե նույնիսկ վերադառնա տարածաշրջան, եթե նույնիսկ Թրամփը կարողանա դրան փրկի, Իրանք շատ լավ հասկանում են, որ դուք երկուսդ էլ մարած օբլիգացիա եք։ Դուք այնքան վատն եք ձեր ռեյտինգով, որ ժողովուրդը երկու անգամ Նիկոլա ընտրել։ Հիմա կարող է Նիկոլը ձեզանից սոսկալի է, բայց հասկանում եք, չէ՞, որ երկուսդ էլ մարած օբլիգացիա եք, այսինքն ձեր վրա դնողը, խաղադրույք դնողը, վերջի կրիծինը պետք է լինի։ Դուք ուրիշ մարդու դեմքով պետք է սկսեք արդեն հանդես գալ։ Դե Սերժիկը չի կարող միջիկի դեմքով ինքն էլ նոր մարդ պետք է գտնի, Ռոբերտն էլ պետք է նոր մարդ գտնի։ Կարող է այն ժամանակ ուծիդս ընտրի ձեզանից երկուսից որն է իր համար ամենաընդունելու, բայց երկուստ էլ մոռացեք։ Երկուստ էլ այնքան ապականված եք, երկուստ էլ պատմական իմաստով այնքան սրիկա եք, այնքան սրիկայություն եք գործել, այնքան, հա, որ էլի նույնիսկ ասում ժողովուրդը մի բան ազում տեսնի, մի բան։ Իսկ այն Թաթուլ Հակոբյանի այն հոդվածը հա որ
Սերժիկը, դավադրությունները, ինքը արդար լրագրող է դարել, մեկը դեռ ամեն ինչը կապվում է Սասնա ծռերի ապստամբության հետ, այ ոյսի Սերժիկն է սարքել, Սերժիկն էլ բերեց Նիկոլին, այ ինքը ինքան սադիկայ, այ ուրիշ բան Ռոբերտ Քոչարյանը, լսեք, դուք բոլորդ, այ ռուս-թուրքական ագենտներ, ստաց Լևոնից միջև դու Թաթուլ Հակոբյան, դուք հասկանում եք, դուք ում ինչ վատ բան ասում եք, մարդն ասում ուրիշ հակաբան է, տպավորություն է ստանում, ում ինչքան թերագնահատեք, ում վրա ինչքան բան եք գլորում, ոչ կա, այդքան այդ մարդիկ սկսում են իրենց ռեյտինգի մեջ աճել, դուք հասկանում եք, դուք ախր այնքան բացահայտված եք, ձեզ ինչի է թվում տել մարդ կա, չի տեսել ձեզ, չի ճանաչում դուք ով եք, Հայաստանում այդպես մարդ չի մնացել, եթե նույնիսկ մնացել է շատ չնչին% է, շատ չնչին%, ես ձեր փոխարեն դրանց վրա բան չի անի, խաղադրույք չի անի, եւ ես ուզում եմ էլի վերադառնամ իմ հաղորդման ամենա այն սկզբի թեմային, այն որ պիտի մեռնի կեղծիքը, անպայման որ ապրի աշխարհը, ոչ թե Հայաստանը մենակ, այսօր բոլոր հանրապետական, կից հանրապետական աջակցող, չաջակցող մի ոգևորված են, որ Մարկո Ռուբիոն, հաճի ճակատին, դուրս եկե ելույթ ունենում, այ տեսեք ինքը լավ քրիստոնյա է, ու ինքը հեսա քրիստոնյաներին օգնելու է։ Աշխարհի բոլոր հանցագործությունները կատարվել են հենց այս դեմքով, հենց խաչը ձեռքերին նաև, սա խաչագրանք արշավանքներից, միջև ինկվիզիցիաները, միջև այսօրվա հայրաքելական եկեղեցու գործողությունները, բոլոր գործողությունները կատարվել են այս դեմքով, նաև խաչը ճակատին։ Այսօր այդ խաչը ճակատին դրած մարդու շնորհիվ Ռուսաստանը բալեստիկ հնթիռներով ռմբակոծել է, ոչ միայն Օդեսան, լիքը քաղաքներ այսօր մարդիկ սա պատճառով անջատված բանով, ինչա որոշեցին, որ ոչ միայն չեն օգնելու Ուկրաինային, այլ նույնիսկ պաշտպանությունն անջատեցին, այսինքն որ բան է ինֆորմացիա են տալի, որ ձեր վրա հերթիռը գալի նախապատրաստվեց, դա էլ անջատեցին։ Դա ընդհանրապես փող չի գնում իրանցից է, միլիարդ չեն ծախսում դրա վրա, դա ինֆորմացիա է էլի։ Այսենց խաչը ճակատին խաչով երթվելով թողեցի, որ այդ բալեստիկ հրթիռները գանգն այդ շենքերի վրա, այդ մարդկանց գլխին, որ այդ ավերածությունն զոհեր լինի։ Ես այս նկարները որ ես տեսնում եմ ու ոգևորված տեքստերը կողքը, ախ, այս ինչ հավատացյալ մարդ է, խաչ է նկարել ճակատին։ Հայրերն էլ 3 անգամ արագ ասում, բոլորից, կարականի բոլորին։ Աշխարհի ամենակեղտոտ գործերը կատարվել են հենց այդ Աստծո անուն տալով։ Բոլորովին չի նշանակում, որ իրանք հավատում են։ Անուն տալով, սիմվոլը կրելով, նույնիսկ եմ ասում, ինկվիզիցիայից սկսած։ Էլ ինչ լինի, որ մարդիկ հասկանան, որ այս արտաքին դրսևորումները կեղտոտ ոչ մի նշանակություն չունեն, որ շատ ավելի կարևոր է արած գործը։ Ախր եթե դուք այս խաչին հավատում եք, ախր այս խաչի տիրոջ խոսքերը հիշեք, որ ասում է կարևոր չի դու ինչ ես ասում, կարևորը դու ինչ ես անում։ Եվ այս մարդու արած գործը արդեն այսօր առավոտ ուկրաինացիները հանգիստ իրանց մեջ տանը քնած բալեստիկ հրթիռը գալիս է իրանց շենքերին է, ոչ թե ռազմակայաններին, ոչ թե չգիտեմ ինչ որ զինվորական կետերին, չնայած մեկը մարդ է էլի ինձ ապրում, բնակչության վրա։ Բայց դրանք հեչ, կարևորը գիտես, այս տղեն ինչ հավատացյալ տղա է, կաթոլիկ է, ինքը խաչ է նկարել ճակատին։ Որ նշանակում է, հեսա իրան գալու են մեզ փրկեն։ Քանի մարդ կա, որ այս սրիկայությանը հավատում է։ Քանի մարդ կա, որ հավատում է, եթե այս մարդը կարա հանգիստ մի ամբողջ Ուկրաինա փուռը տա, եթե նույնիսկ ուզում էր անջատել, ասել գիտես ինչ, ես անջատելու եմ ընկեր Ուկրաինա, քեզ 2 շաբաթ ժամանակ գտիր քո պաշտպանական համակարգը։ Դու դնես մի անգամից անջատես, ինչա քո ուզածով չի անում, ինքը չի հանձնվում, եթե չես հանձնվում, ես կանջատեմ, թող քեզ սատկացնեմ, բայց հետի հեչ կարևոր է խաչի ճակատին է։ Ես այս դրսևորումները որ տեսնում եմ, հիասթափությունս մարդկության նկատմամբ
Գիտեք ինչ աստիճան է ընկնում, որ դա վերականգնելու համար ինձ ամիսներ է պետք։ Ու ես ինչքան տեսնում եմ սանցով ուրախացնողներին, հրճվողներին, այնքան շատ եմ սիրում իմ փիսոյին։ Գոնե ոչ մեկին վնաս չի տալի, էլի դա մանդ է քնած։ Հենց սովածանովա գալի մի բան ուտում է, էլի գնում մանդ է քնում։ Գոնե ոչ մեկին վնաս չի տալիս։ Խաչը։ Ես էլ դրա հետևանքները։ 30% կորուստ, մենակ 5% այսօր։ Մի օրվա մեջ 5%-ի կորուստ։ Ամսում, մեկ ամսում 30%։ 29.24։ Պատկերացնեք էս ինչ թիվ է։ Ուկրաինան իր ամբողջ օգտակար հանածոներով սա նվեր տար, սա չի փակում։ Գիտեք ինչի համար։ Մարդիկ կարող է բան չունեն, YouTube-յան ալիք չունեն, որ իրանք դնեն, հայոյեն, բողոքեն, միտինգ անեն, բայց իրանք ունեն օրական առևտուր անելու եւ իրենց ծախսած փողով քաղաքականություն մշակելու հնարավորություն։ Ես գիտեք ինչի հիշեցի 13 թվական, 12 թվականներից որ այդպես քաղաքացիական ակտիվությունով էի զբաղվում։ Լֆիկը գիտեք։ Քանդում էր ծածկած շուկան։ Քանդում էր ծածկած շուկան, մենք ամեն գնով ուզում էինք պահեինք, որ չքանդվի, դա մշակութային կոթողը, Երևանի կենտրոնում մեր պատմական շենքն է սիրուն եւ դա հուշարձանների պահպանության հսկողության տակ էր։ Բայց լֆիկին ինչ։ Փողը դու լֆիկի։ Լֆիկը փողը տալիս էր, բոլորին կերակրում էր։ Բոլորին, լֆիկի դեմ ոչ մեկ չէր կարող խոսալ։ Ասկեն, ինքը չէ սպանում, չէ։ Ինքան փողը դնում էր բերանի մեջ, որ բերանը չշարժվի։ Ու ինքը զարմանում էր, որ մեկը չի ենթարկվում դրան, չի ուզում այդ փողը։ Ինքը անկեղծ զարմանում էր։ Ես ինձ մանրամասներ գիտեմ, ասում, այտենց բան լֆիկից ուժեղ կաշառք տվող Հայաստանի պատմության մեջ երևի չի եղել։ Ինչ որ է։ Բայց քանդում էր այդ շենքը։ Քանդում էր այդ շենքը ու մենք ինչ անենք։ Չենք կարողանում, մենք ուզում ենք կանգնացնենք, դադարեցնենք, չենք կարող։ Դատարանենք դիմ, դատարան չէր ասում, այո իրավունք ունի։ Չէր կարող ասել, դա բանը հուշարձանների ցանկի մեջ էր։ Դեն չէր անում։ Գնում եք նախարարություն ասում եք, նախարարություն մշակույթի։ Ինչ քո հուշարձանն է, քանդում են։ Դեն չէր անում։ Ինչ անենք, ասենք Ժորժ ջան, դե արեք մի բան չեք ուզում ճանապարհ փակեք, այս կռիվ տակ ոստիկանները, գոնե բոյկոտեք City խանութները, հա? Որտեղ մի հատ աստված կա, օլիգարխիա, բայց դա փողն է։ Բոյկոտեք այդ City խանութները։ Մի գնացեք City։ Առետուրացեք ձեր բակային խանութներից, որ մի քանի կոպեկը ձեր բակի, ձեր հարևանն աշխատել, ինչ եք օլիգարխի հարստացնում, ինքն էլ գալիս է մեր մշակութային կոթողներն է քանդում։ Գիտեք, մենք ամիսներ քարոզեցինք ու նույնիսկ ես իմ ամենամոտիկ շրջապատի վրա ես չկարողացա դա անել։ Այսօր ամերիկյան սպառողը իր փողով քաղաքականություն է թելադրում։ Տեսեք չի, դուրս չի գալի փողոց փագի։ Մի մանսա մեջ 30%, ես չգիտեմ քանի 100 բանա միլիարդ է դրա կապիտալիզացիան Տեսլայի։ Այդ շատ է։ Գուցե տրիլիոն է, ես կոնկրետ թիվը չգիտեմ։ Բայց հաստատ այն ինչ որ պետք է այս ամեն ինչի դիմաց ստանար Իլոն Մասկը, ինքը անգամներ կորցրեց մենակ իր քաղաքականության վրա, մենակ իր պահվածքի, մենակ իր, որովհետև ամերիկացին եւ ոչ միայն ամերիկացին մերժեց, ասեց ես նման պահվածք չեմ ընդունելու։ Ես չեմ հանդուրժի, որ դու կանգնես կոնգրեսի մեջ այդ բանով, հա, այդ էլեկտրական սողոցով սենց բաներ անես։ Այս դու Բայդենի չես։ Ես չեմ հանդուրժի, որ դու ֆաշիստական լեքսիկոն օգտագործես։ Չհանդուրժեց։ Ու սա ընդամենը մի ամսվա մեջ է։ Ես կարող եմ կանխատեսել ովքեր ունեն բաներ, ովքեր բաժնետեր են Տեսլայի հետ կապած, X կլինի Twitter, ու ինչ ուզում լինի։ Իլոն Մասկի հետ ինչ որ կապված, ազատվեք այդ բաժնետերից։ Դա թղթեր է դառնալու։ Ինքը չեմ ուզում վատ կանխատեսումներ անեմ, բայց շատ վատ է վերջացնելու։ Ու նույնիսկ եթե Թրամփը դատարի այն ինչ որ իմանում է, Իլոն Մասկը վատ է վերջացնելու։
ուղղակի որպես բիզնեսմեն։ Ես երաշխավորում եմ։ Այս դա կարող եմ հաստատ ասել։ Որովհետև այս քաղաքացին ինքը հիշողություն ունի։ Այդ լսենք սա։ Большое вам спасибо, господин председатель. Я хотел бы спросить вас, господин Линде. Является ли президент Трамп российским агентом? Հարց է տալիս։ Ասում է Թրամփը ռուսական агент է։ Абсолютно нет, сенатор. Он президент Соединенных Штатов, избранный американским народом. Ասում է ոչ, ինքը նախագահն է ընտրված ամերիկյան ժողովրդի կողմից։ Սկզբունքորեն երկրորդ նախադասությունը անիմաստ էր, որովհետև այո, агентն էլ կարող էր ընտրվել։ Սա ինքը ասեց ապացուցելու համար, որ բան չի, բայց սա լավ նշան չի։ Я спрашиваю об этом, потому что многие люди у меня на родине задают мне этот вопрос. Они Ասում ես հարցում եմ, որտեղ շատերը ինձ հետ իմ երկրում այդ հարցը տալիս են։ говорят, что если бы он был российским агентом, Ասում եմ, ով անգլերեն հասկանում անգլերենն է լսում, ուղղակի տեղ-տեղ չի լսում, ես դրա համար եմ թարգմանում։ Ես ամեն դեպքում կթարգմանեմ իմ մասերը, որոնք ոչ չի լսում։ Հիմա անգլերենը լսում է։ мы бы видели, что он делает сейчас. Например, он распространял пропаганду, которая была российской. Ասում եմ ինքը օրինակ եթե ագենտ լիներ, ինքը ռուսական ագենտ բան է, ռոպագանդական էր։ О том, что войну начала Украина, Ասում եմ այն մասին, որ Ուկրաինան ասել պատերազմը, а Зеленский диктатор. որ Զելենսկին դիկտատոր է։ Во-вторых, он раскрыл ключевые детали переговоров еще до их Ասում եմ երկրորդը նա бацայտեց դետալները բաների, բանակցությունների միջև դա կկայանա։ начала, гарантируя, что США будут категорически против членства Украины в НАТО. Օրինակ որ վստահ ամերիկան դեմ է լինելու Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության։ Երրորդը В-третьих, он прекратил поставки оружия Украине, полностью подорвав ее способность противостоять массированному соседу с короткими линиями снабжения и огромными ресурсами. նա ընդհատեց մատակարարը մանավանդ երբ որ իր թշնամին իր տարածքից է կռվանում եւ ինքը մատակարարման խնդիր չունի։ В-четвертых, он подорвал партнерство с Европой, которое было важным для безопасности на протяжении последних 80 лет, что является Չորրորդը ասում է 80 տարվա հարաբերությունները փչացրեց главной целью Путина. Եվրոպայի հետ, որը Պուտինի ամենակարևոր նպատակներից էր։ А затем он сделал все, чтобы дискредитировать Зеленского на международной арене. Եվ ամեն ինչ արեց, որ նվաստացնի Զելենսկուն միջազգային ասպարեզում։ Устроив позорную пресс-конференцию, на которой он вместе с вице-президентом напал на Зеленского. Իրականացնելով այդ բանը պրես-կոնֆերենցիայով, ասում է Վենսի հետ ու բանը հարձակվելով Զելենսկու վրա։ Я не могу представить, что если бы он был российским агентом, он мог бы сделать что-то более выгодное, чем эти 5 пунктов. Ասում եմ չեմ կարող պատկերացնել, եթե նա լիներ ռուսական ագենտ, ավելի լավ բան կարողանա անել, քան այս 5 կետերը։ Что еще мог бы сделать российский агент, чего еще не сделал Трамп? Ասում եմ ինչ կարող էր անել Թրամփը, ասում եմ եթե չէր անի, ավելին ինչ կարող էր անել ռուսական ագենտը, ոչ չադես Թրամփը։ Ավելին ինչ էր հնարավոր անել։ Сенатор, президент ясно дал понять, что его главная цель — попытаться установить мир и положить конец этой жестокой войне. Ասում եմ Սենատորի պատասխանում է, որ Թրամփը ասել է, որ իր նպատակը խաղաղությունն է եւ դադարեցնի այս դաժան պատերազմը։ Я знаю, что вы знакомы с жестокостью. Сейчас на востоке Украины разворачивается окопная война в стиле Первой мировой. Ասում եմ ես гитեմ, որ դու գիտեք ինչ դաժան պատերազմ անդեր գրվում, ոնց որ պատերազմը ոնց որ բանը երկրորդ համաշխարհային պատերազմ։ Президент исключительно талантливый переговорщик. Յա, ասում եմ պրեզիդենտը բացառիկ տաղանդավոր բանախոս է։ Բանակցություններ վարող է։ Он, наверное, единственный человек во всей вселенной, кто мог бы это остановить. Президент
ինքը ասում է միակ տիեզերքում միակ մարդն է ամբողջ գլոբուսի վրա, որ կարողանա միակ մարդն է տաղանդով իր որ կարողանա այս պատերազմը կասեցնել։ Президент это понимает, и это часть его сделки. Ну, давайте перейдем к следующему. Ասում է դու հասկանում եք եւ սա իր գործարքի մի մասն է։ У вас есть моркови. Спасибо вам большое, но вы ушли от темы, которую я поднимал. Ասում եմ շնորհակալ եմ պատասխանի համար, բայց դուք շեղվեցիք այն թեմայից, երբ որ ես ինչի մասին ես ձեզ հարց եմ տվել։ Мистер Уитакер, эти 5 вещей, которые сделал президент, очень выгодны для Путина и очень вредны для Украины и нашего партнерства с Европой. Նույնիսկ ասում է, այս ամեն ինչը որ ինքը արել է, շատ ձեռնտու է Պուտինի եւ շատ վնաս է մեզ բոլորիս եւ Ուկրաինայի։ Ասում դուք արդարացնում եք այս ամեն ինչը։ Вы их одобряете? Ну, сенатор, спасибо за вопрос. Я вынужден вежливо не согласиться с вами по поводу этих 5 вещей и того, Չի ասում հակամ չէ։ Ասում է շնորհակալություն հարցի համար, բայց ես համաձայն չեմ։ Ասում է 5 հանգամանքի հետ, որ դուք ասացիք։ как вы их сформулировали. Знаете, если бы президентом в 2022 году был Дональд Трамп, войны в Украине бы не было. Ասում է եթե ասա որտեվ եթե 22 թվականին լիներ Տրամպը, պատերազմ չէր լինի։ Որովհետեւ ասում եք պատասխանը։ Ես էլ ասում կլիներ։ 20 թվականին Տրամպն էր բանում նախագահ եւ Հայաստանում եղավ պատերազմ։ Վայնա в Украине произошла из-за слабости Ջո Բայդենը։ Պատերազմ եղավ, որովհետեւ Ջո Բայդենը թույլ էր։ Իրանք որոշել են, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Ու վերջ։ Ես էլ ասում Հայաստանում եղավ պատերազմ։ Ես երբեք չեմ եղել Տրամփին պատերազմի մեջ, որ նախագահ եղավ պատերազմ, բայց եթե մեկն ասում է ինքը նախագահ լիներ, չէր լինի պատերազմ, ես էլ ասում եմ, թե չի ինքը նախագահ էր, ու Հայաստանում եղավ պատերազմ։ В конце концов, да. Я не думаю, что это был тот вопрос, который я задал. Но, может быть, в другой раз вы могли бы выступить по телевидению и высказать свою точку зрения. Ամեն դեպքում ասում եմ, ես քեզ հարցը չեմ տեսել, ասում եմ, դու կարող ես ելույթ ունենաս եւ քո կարծիքը մեկնաբանես։ Ես կոնկրետ քեզ հարց եմ տվել։ Но не могли бы вы просто ответить на мой вопрос? Вы согласны с 5 вещами, которые сделал президент Трамп, начиная с того, что он поддержал российскую пропаганду из овального кабинета? Զբաղի պատերազմը, պատրաստի դու համաձայն ես այդ կետերը, որ ինքը օվալ կաբինետում հայտարարեց, որ ռուսական տեսակետներն են պաշտպանում։ Էլ չասեց, որ Ռուսաստանի համար էլ քվյարկել է մակում։ Ну, знаете, как я уже говорил вашему коллеге, я здесь не для того, чтобы навешивать ярлыки. Այսպես չէ որ գնահատականներ տամ։ Ինքը քո կարծիքն է հայտնում այդ տղա ջան։ Мы находимся в процессе очень важных мирных переговоров. Մենք process-ի մեջ ենք, հա, բանակցությունների։ Спасибо. Я надеюсь. Շնորհակալություն։ Արդյունքում էկստերի հարցերին չպատասխանեցին։ Եվ սրանց թվում է իրենք քաղաքական գործիչներ են։ Այո կամ ոչի ունակ չեն։ Իսկ ես որպես լսող ես կարող եմ իմ եզրակացությունն անել։ Երբ որ ես հարց եմ տալիս, եւ իմ հարցին պատասխանելու փոխարեն ասում են կողքերը պատտվել, ես գիտեմ այդ հարցի պատասխանը արդեն։ Ես գիտեմ այդ հարցի պատասխանը։ Ուղղակի ինքը ունակ չի տղամարդավարի ուղիղ ասել։ Ցանկացած ուղիղ հարց ենթադրում է уղիղ պատասխան։ Եթե սկսում է կողքերը պատտվել, ուրեմն ստում է։ Ուրեմն քեզ ուրիշ բան ասում համոզի։ Ուտա։ Надеюсь, что у нас будет администрация, которая будет работать над тем, чтобы заключить максимально выгодную сделку для Украины. Ասում ես լսում եմ մենք ունենանք ադմինիստրացիա, որ կնքի գործարք, որ մաքսիմում ձեռնտու է Ուկրաինայի համար։ Но что бы сделал российский агент, так это работал бы над тем, чтобы заключить максимально выгодную сделку для России. И похоже, именно это и пытается сделать Дональд Трамп. Եվ ասում են ինչ որ անում Դոնալդ Թրամփը, դա նման է այն ագենտի աշխատանքի, որը մաքսիմում ձեռնտու տարբերակներով ճանապարհ գալի այդ պայմանագրի այս Պուտինի համար։ Большое вам спасибо, господин председатель. Я хотел бы спросить вас... Այսքան բան։ Կարճ, կոնկրետ, առանց էմոցիայի հոյակապ։ Հոյակապը ես հեշտությամբ չեմ գալի եզրակացությունների։ Ես շատ երկար եմ ցած կողքերով ուսումնասիրում, բայց եթե ես գալիս եմ եզրակացության, հետո շատ դժվարությամբ է փոխում եզրակացությունը, որովհետև ասում հեշտությամբ չեմ գալիս, պահի եւ էմոցիայի տակ չի։ Ես այս բոլոր հարցերը տվել եմ ինքս ինձ, ձեր այդ կիսվելով, հա։ Ինչի օրինակ։ Ինչի է այս մարդը սենց անում։ Հա։ Որովհետև այն ինչ որ անում է, այո, կան ուղղակի բացառապես ագենտ ընդ որում, որը չի վախենում բացահայտվելուց։
Որովհետև ագենտը որ վախենալ բացահայտվելուց մի քիչ բան կան, զգուշավորությամբ կան, այստեղ նույնիսկ զգուշավորություն չկա, որտեղ այն ինչ որ ինքը անում է, այստեղ մենակ Ուկրաինային վնասելը չի։ Ես երեք ասեցի, չէ՞, բոլորը շատ նեղ են նայում այս հարցին։ Ուկրաինան ընդհանրապես մի տարածք է այս գործունեության վնասակար։ Իրական վնասները Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ զգալու է, եւ կարող է վաղը զգա, եւ արդեն զգում է։ Գնանք առաջ։ Եվ այսպես Չեխերը պատրաստ են այնքան ավտոմատան բարձրագույն, շատ ուժեղ, որոնք փոխարինեն ռուսական կալաշնիկովին, այսինքն Չեխերը պատրաստ են զինել ուկրաինական բանակը։ Եվ այսպես բոլոր երկրների ռազմական ղեկավարները մարտի 11-ին կհանդիպեն, հավաքվեն եւ կհանդիպեն հենց Ուկրաինայի հարցով։ Ես պետքա մի բան ասեմ, շատ ծանր է հիմա բանի համար, Ուկրաինայի համար եւ աշխարհի համար է ծանր, բայց ես գիտեք այն որ երախուն ումես բան բասեինի մեջ է ինքը փուճուր նորացինի ինքը ստիպած լողանում է, այ հիմա այդ վիճակում է ամբողջ Եվրոպան Ուկրաինայի հետ։ Ամերիկան վերջը շպրտեց։ Ոչ թե շպրտեց որ բանը Ուկրաինան ուժեղանա կամ Եվրոպան ավելի ինքնուրույն դառնա, չէ, շպրտածը որ խեղդվեն։ Այս նպատակով է բանը շպրտված։ Եվ ոչ միայն շպրտածը խեղդվել, իրենք նույնիսկ անջատել են պաշտպանության միջոցները, որ ապացում է մի բան, որ այն շպրտել են, որ խեղդվեն, ոչ թե ինքնուրույնություն ձեռք բերեն։ Ինքնուրույնություն ձեռք բերելու համար Թրամփը կտար ժամանակ, ես քեզ տալիս եմ Ֆրանսիա կամ Եվրոպա 3-4 ամիս ժամանակ, որ դու կարողանաք արտադրել ռազմական ինչ-որ պետք է, որ դուք ինքնուրույն պահեք ձեր։ Ես 4 ամիս հետո, 6 ամիս հետո դուրս եմ գալիս։ Ժամանակ տաս, եթե դու ուզում ես որ իրանք ինքնուրույնանան։ Դες միանգամից կտրես, պաշտպանությունը կտրես, հա, օթային համակարգը, հոբ համակարգը հանես, կանչես դուրս, օգնությունը ճանապարհից հետ վերադարձնես։ Սա կարողանի բացարձակապես այն մարդը, որն ուզում է վնաս տա։ Դաման ասում եմ, երբ որ ես գալիս եմ եզրակացության, ես չեմ գալի պահի տակ, ուղղակի, որովհետև այդ պահին այդպես է տրամադրությունս, չէ, հակառակ։ Ես վատ տրամադրության ժամանակ աշխատում նույնիսկ եզրակացության չգամ։ Որ այն ինչ որ ես կգամ, լինի մաքսիմում էմոցիաներից հեռու։ Եվ այսպես ասում եմ Մակրոնի ելույթը հիստերիա է հասցրել Պուտինին։ Ճիշտ է։ Ճիշտ է, որովհետև Մակրոնը շատ ուղիղ ասեց, ես կդառնամ միջուկային հովանոց կտամ Եվրոպայի համար։ Ուկրաինային կօգնենք ամեն ինչով, որովհետև Ուկրաինան դա Եվրոպան, Ուկրաինան դա Եվրոպա է եւ Ուկրաինան պետք է հաղթի։ Որտեղ ոչ մի տեղ ու ճանապարհ չկա Ռուսաստանի համար, ընդհանրապես։ Հա, եթե ՆԱՏՕ-ն պետք է քանդվի, ստեղծվի ավելի ուժեղ բանակ, եվրոպական բանակ, որը ոչ մի կախվածության մեջ չունի, որովհետև այն խոսքերը, որ հիմա ստեղ է ինքը ասում Ամերիկայի համար, որ ինչ է արել Ամերիկան, իրականում այս պահին սա գործողությունները ո՞նց է, հա, ինքը ո՞նց է բնորոշում հայտարարությունը, բայց ես ուզում եմ որ այս բնորոշումը ուրիշ ձև կարդանք, ոչ թե Մակրոնի բառերով։ Եվ այսպես հիմա կարդենք սա։ Սա մի sense ուրեմն Ֆրանսիայի սենատի Ֆրանսիայի սենատի անդամ խոսացողը բանը Վիշի բաննա քաղաքապետն է եւ այսպես հարգելի պրեմիեր-մինիստրը մի խոսքով բոլորդ ասում է Եվրոպան կանգնած է շատ վճռական տեղ եւ ամերիկյան կլոունը Թրամփը ամեն ինչ քանդում է Ուկրաինան ասում է կարող կորցնի օժանդակություն եւ բանը Ռուսաստանը կարող է ամրանա բառերը Վաշինգտոնը ասում է վերածվել է Ներոնի պալատի Թրամփը Ներոնն է ինչ մեկ էս ասում է Փաշինյան Նիկոլնա Ներոնը ասում նման են էլի Վաշինգտոնը վերածվել է Ներոնի պալատի
ասում է իմպերատոր բաժար տվող, հրդեր տվող, ասում է եւ իր կողքինները, որոնք իրանից վերան են, իրանից վատն են։ Եվ այդ բոլորի որոշել են բոլորը վատ բառերով ասում, որոշել են աջակցեն այդ ծաղրածուին իր գործողությունների մեջ։ Ասում է, սա տրագեդիա է ազատ աշխարհի համար։ Բայց առաջին հերթին հենց Ամերիկայի համար, հա։ Տրամպի խոսքը ասում է միանշանակ ասում էր, որ լինել Ամերիկայի պարտներ անիմաստ է, որովհետև ինքը չի պաշտպանելու քեզ։ Հակառակ քո դեմ կիրառելու է սանկցիաներ։ Ընդ որում սանկցիաները ավելի բարձր են լինելու, քան իր թշնամիների նկատմամբ։ Ինքը սպառնալու է քո տարածքների գրավումով, հա, ու ընդ որում միաժամանակ աջակցելով դիկտատորներին, հա, որոնք ձեր վրա են գրոհում։ Ասում եմ, նա իր երևակայել է բանը ձելկեքի գործարքների թագավոր, հա, ասում է, իսկ իրականում ինքը կապիտուլյանտ է։ Նա կարծում է, ասում է, որ դրանով կվախեցնի Չինաստանին, հա, Պուտինի հետ մոտնալով, բայց ասում է, սին էլի։ Այս ամեն ինչով, ասում է, ինքը ուշադիր հանգիստ նստած նայում է Ամերիկայի ճգնաժամին։ Ասում է, հեռացված դատավորները, ասում է, կարող են իրանք կանխել ինչ-որ ձևերով, հա, ձևերով, ասում է։ Բայց ինքը միանգամից, ասում է, այդքան մարդ հեռացնելով ազատել իր այն ճանապարհը, որոնք հիմա ասում է գնա։ Ինքը ուզուրպացել է իր իշխանությունը, հա, տիրապետելով այդ սոցցանցերին։ Ասում է, սա ուղղակի կոնսերվանտ ծաղրածու չի, հա։ Ասում է, ինքը այս ամեն ինչով կործանում է իրական խոսքի ազատությունը։ Բավական է հիշել Վերմայրսկի ռեսպուբլիկա հաշվով всего месяца и недели Վիետնամի։ Հա, ասում են, որ Վեյմարյան հանրապետությունն է, ես չեմ կարողանում կապը գտնել, դրա համար Վեյմարսկի ռեսպուբլիկայի հետ կապում։ Եվ պատմական անցյալ է, ես ճիշտ ասած այդ թեմային չեմ տիրապետում։ Գնանք առաջ, ասում եմ, ես հավատում եմ ամերիկյան դեմոկրատիայի հաստատականությանը եւ քանի որ այդտեղ արդեն սկսել է որովհետեւ այդտեղ սկսել արդեն դիմադրություն պրանտի նկատմամբ, ասում եմ, մեկ ամսա մեջ, ասում եմ, ավելի շատ վնաս է տվել Ամերիկային, քան նախկին ամբողջ 4 տարվա մեջ կառավարման, հա։ Ասում եմ, մենք պատերազմ ենք դիկտատորի դեմ, իսկ հիմա մենք պատերազմ ենք դիկտատորի դեմ, որին օգնում է դավաճանը։ Դավաճանը էս Դոնալդն է։ 8 օր ասում առաջ, հա, բանի հետ Մակրոնի հետ, ասում է, բան էին անում, իդ կատակում էին Սպիտակ տանը։ Իսկ ասում է, հենց նույն օր ասում է, ամերիկան քվեարկեց բանում մակում Ռուսաստանի հետ, Հյուսիսային Կորեայի հետ, Եվրոպայի դեմ, հա։ Ասում է, 2 օր հետո, ասում է, նույն կաբինետում բանակից փախած Թրամպը, ասում է, սովորեցնում էր դասեր տալի պատերազմի մեջ գտնվող փաստացի Զելենսկուն։ Եվ ասում է, վերջում ասեց բաներին, իրանց ծառաներին, եթե չես բանանում, չես ենթարկվում ինձ, ուղղակի սան վռնդեք դուրս։ Մի խոսքով։ Ասում է, Պուտինի նպատակն է, ինչպես Յալտայում 43 թվականին, ասում է, որ Ստալինի հետ բաժանում էին Եվրոպան։ Ասում է, ինքը դա է ուզում։ Ու Թրամպը ամեն ինչ անում է դրա համար։ Ինքը շատ լավ բան է հոդվածը։ Այսինքն այս հոդվածը ինչով է լավ։ Այն որ ասում է, ոչ մի չափազանցություն կամ ոչ մի սուտ չկա։ Ասում է, որ հաջորդը հանկարծ եթե եղավ Ուկրաինան, հաջորդը Մոլդովան է, Վրաստանն է։ Հայաստանը նույն չի տալիս։ Երևի Հայաստանն արդեն համարում են գրաված։ Դա է արձագանքը նորմալ աշխարհի։
Եվ այսպես ինչա պահանջում Բլումբերգը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսեք, պահանջում է Ուկրաինայից դադարեցնել պատերազմը, դա կլինի ապացույց ու բանը այդ իրանց գործարքի, որ ինքը պատրաստ է մասնակցել այդ գործարքին, այդ ընդերքի վերաբերյալ, էլի։ Պատկերացնում եք, Ուկրաինան պետք է համաձայնվի, դադարեցում է պատերազմը, որ այդ գործարքը լինի։ Հիշում եք, չէ՞, ժողովուրդ, որ մենք միշտ գժվում էինք, ասում էինք, արա ո՞նց են մեզ կոչ անում զերծ մնալ Ադրբեջանի դեմ պայքարի պատերազմի ժամանակ, որ մեզ կոչ էին անում զերծ մնալ սադրանքներից։ Մենք հիշում ենք ինչ ենք լինում։ Այս նույն բանն են անում։ Ու սա անում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ասում եմ մի կերակի խաղաղության գնա, որ քո այդ գործարքը անենք մենք։ Եվ այսպես ասում եմ ինչպեսին կլինի Ամերիկան աշխարհը, ասում եմ, առանց ամերիկյան բանի այս պաշտպանության այն պարագայում, երբ որ բոլոր երկրների հետախուզությունները արդեն որոշել են, որ ինֆորմացիա չեն փոխանակելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սա գիտեք ինչ է, այսինքն ինչումն է տերորիզմի բացակայությունը մեծ հաշվով աշխարհում ոչ թե մի առանձին պետության բաներ, հա, հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքներ, չէ, նրանում է, որ այդ պետության հատուկ ծառայությունների ինֆորմացիա են փոխանակում իրար մեջ եւ կարողանում էին կանխել մյուս երկրի նկատմամբ, եթե ունեին մի բան, ուղարկում էին այնտեղ իրանց ունեցած բազայի վրա դնում էին ինֆորմացիան, անալիզ էին անում, հասկանում էին, որ այո, ստեղիցել են ասած եւ կարողանում էին կանխել։ Հիմա էլ չեն կիսելու այդ ինֆորմացիան։ Չեն կիսելու, այսինքն այն հանգամանքը, որ Ամերիկան էլ չի կիսում տալիս ինֆորմացիա, որ ռուսին չուզենա անի։ Հա? Եվրոպան էլ չի տալիս Ամերիկային էլ ինֆորմացիա։ Այսինքն այս կապը կդրվա։ Տերորիզմի բանը մակարդակը հնարավորության բարձրանում է եւ Եվրոպայում եւ Ամերիկայում։ Ասում եմ, երբ որ չկա երկխոսություն, այնտեղ ինչ լինի, այստեղ իմ գործը չի, Եվրոպայում ինչ գործը ինչ լինի, Ամերիկայի գործը չի։ Պարկասու Ֆրանսիան որոշել է, որ ինքը կտա, հայտարարել է, որ ինքը կտա այդ հետախուզական տվյալները Ուկրաինային, որ ինքը կարողանա օդից պաշտպանվի, նախորոք իմանա, ոչ թե ընելուց մի քանի վայրկյան առաջ, հա, երբ որ այդ բալիստիկ հրթիռները գալիս են, բալիստիկ հրթիռի բանը գիտեք ինչումն է, հենց ինչի է բալիստիկը, որտեվ մենակ մի քանի երկրներ ունեն այն հնարավորությունը, որոնք բալիստիկ հրթիռի թռիչքի ժամանակ դա տեսնեն, որտեվ ինչ է անում, բալիստիկը թռնում է, անցնում է մթնոլորտը ու վերևից ուղիղ իջնում է ներքև։ Այսինքն ինքը sense օթով չի գալի, որ ասենք ընդ PVO-ն տեսնա հակաօթային պաշտպանությունը, չի կարող, բալիստիկը կարող է տեսնել միայն թռիչքի ժամանակ ու պատրաստվել իրան դիմավորել քո վրա։ Եթե դու չես վիքսել թռիչքի ժամանակ, դու այդ մի քանի վայրկյան ատեվում, միշտ մթնոլորտային բանը շերտը ճղում ասում է իջնում է քո վրա։ Դու այդ ժամանակ չես կարող խփես։ Սա բանը ուրիշ բանը էլի կառուցվածք ունի։ Հիմա Ֆրանսիան խոսացել է, որ ինքը կապահովի դա։ Բայց դե կարելի է, չէ, ասենք ժամանակ տալ, ասել, ես գնում եմ, բայց որպեսզի մարդկային զոհեր չլինեն, եթե քո նպատակը Թրամփ, եթե քո նպատակը մարդկային զոհեր կրճատելն է պատերազմի համար, կանգնեցնելու, հա, դու այդ մարդկային զոհերը փրկելու համար, կրճատելու համար, դու պարտավոր ես դու գտնել փոխարինող նոր դուրս գալ։ Կամ ասել ընկերներ, գիտեք ինչ, ես երկու շաբաթ մի ամիս ժամանակ եմ տալի։ Բայց ես մի օրվա մեջ նեն ասել ու հետո տեսան պայթես նոր ասի լավ ես տալիս եմ քեզ, հա։ Մեկը կա որ հավատում է որ Թրամփ ուզում է պատերազմը դադարի։ Այսինքն իր դարձուցավը բանն է, հա մարդկային զոհերներ, չէ։ Ես դրա համար եմ ասում, երբ որ ես գալիս եմ եզրակացության, ես տես օթի մեջ մի անգամից չեմ գալի։ Մի ամիս է ինքը կառավարում է։ Ավել։ Ես մի ամսա մեջ ես բազմաթիվ առիթ եմ ունեցել դա հայտարարելու, բայց ես չեմ արել ոչ մի անգամ։ Ես հիմա բացայտ ասում, ինքը աշխատում է Ռուսաստանի համար։ Եվ հակառակի մեջ ինձ ոչ մեկ չի կարող ապացուցել։ Ես մեկ ամիս առաջ էլ կարող եմ դա ասել, բայց ես sense դետալ մանր մունը sense հավաքում էի դնում եմ որ երբեք չլինի որ ես ասեմ մի բան հաջորդ օրը ստիպված լինեմ փոխել իմ կարծիքը։
նորից կրկնեմ, եթե նրա նպատակը զոհերը քչացնել, նա ինքը մտածում է մարդկային զոհերի համար, իր համակարգը անջատելուց առաջ կասեր դու փոխարինի ինձ, ես գնացի։ Ես չեմ ուզում իրան բանանեմ։ Գրողին թե չի լինի, բայց գիտես ամեն դեպքում մարդ են, արի Ֆրանսիա կամ Գերմանիա, ով է կարողանում, ով է ուզում, հա, հնարավորություն տուր, որ մարդիկ պաշտպանվեն գոնե։ Եվ այսպես Նյու Յորքի բնակիչներ կոպիտ ասած ես շնորհավորում եմ, որովհետև Օնտարիոն հայտարարել է, որ այս ակցիաները հենց մտել է ուժի մեջ 25 բանով տոկոսով ինքը թանկացնում է էլեկտրականությունը եւ 1.5 միլիոն մարդ երկուշաբթի օրվանից 25% թանկ էլեկտրականություն է ստանալու։ Դա մեջ մնա Միչիգանը, մենք Նյու Յորքը, դե ոնց որ մի հատ էլ նահանգ կարեցնանք։ Breaking news out of Queen's Park, where Doug Ford has announced he will begin charging 25% more for electricity shipped to 1.5 million Americans on Monday. Let's go live to CP24's Beatrice Baseman. Doug Ford really not holding back, B. Certainly, Elena, and I've just learned from the Premier's office as well, these 25% export tariffs on Canadian electricity to 3 states, New York, Michigan, Minnesota, will happen even if the Trump administration comes out later this afternoon and says there's a pause on tariffs, like in the situation with Mexico, until April 2nd. I'm told by the Premier's office that either the threat of tariffs is eliminated completely, they are off the table, and if not, Ontario will proceed with these. Ասում եք 25% մենք կիրառելու ենք, եթե նույնիսկ նա ինչպես Մեքսիկային էլի մի ամսով հետաձգեց այդ սանկցիաները, կարևոր չի իրա հետաձգելը, քանի ընդհանրապես այդ խոսակցությունը չի դադարել, երկու շաբթի օրվանից ինքը էլեկտրականության մատակարարումը բարձրացնում է 25%-ով։ Իսկ մենք հիմա Նյու Յորքում, Մինեսոտա եւ Միչիգան նահանգների բնակիչները տեղեցել հոսանքը ոսկուգինա 25%-ով ավել ենք վճարելու։ Ով գիտեր, որ այս հոսանքը գալիս է Կանադայից։ Երբ Թրամփը չգիտեր։ Ընդհանրապես ես կարծում եմ շատ Թրամփը շատ բան չգիտի։ Թրամփը մի բան գիտի մենակ, որ ինքը պետքա թշնամացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլորի հետ։ Բոլորի, ասենք մարդ ոնց կարա հարևանի հետ, դու հարևանություն ենք անում էլի։ Ասենք իդ կոֆե ենք խմում, իդ կարա չգիտեմ, հա, բիլիարդ ենք խաղում, ոչ մի բան չկա։ Տարևտուր ենք անում իրար հետ, ոչ մեկ դժգոհ չի ու մեկ էլ ասում գիտես ինչ չէ։ Սա որ իմ կողմը գաս, դու ինչ բան տաս, պետք է 25% տաքս վճարես այդտեղ։ Ու դու խաբարել չես, ախր մենակ էդի միակ կողմանի չի։ Իսկ հիմա կանադացի բան արեցին, բլոտի մեջ ասում են չախեցիր։ Բլոտն թե դուրակն է։ Ասին, եթե նույնիսկ դու մի ամիս էլ հետաձգես ինչպես այսօր պատկերացրեք եկեղի ղեկավարը, այսօր ասում է սանկցիա կա, վաղ ասում է լավ մի ամիս հետաձգում եմ, ասում է սանկցիա կա, վաղը մի ամիս հետաձգում եմ։ Սենց եկեղի ղեկավար է լինում։ Օնտարիոյից հաղթարեցին, ոպ, էական չի դու ինչ ես ասում դե, քանի է թեման չի վերացել ընդհանրապես օրակարգից, ընդհանրապես ես բարձրացնում եմ, չկաց ունենամ դու կբարձրացնես, թե չես ես բարձրացնում եմ երկուշաբթի օրվանից։ Կամ ընդհանրապես դադարես դրա մասին բերանդ բացել, կամ դու երկուշաբթի օրվանից արդեն թանկոսանք ունես։ Ես եմ առաջինը կիրառում կոդեմ։ Վերջ։ Այս լինում է պատասխան։ Սա պատասխանա, սա քաղաքականությունն է, սա քաղաքական մարդու պատասխանը։ Մնացած ոչ մի բան ես չեմ ընդունում։ Այն որփային կեցվածքը, որ Հայաստանում կա, դա որփի կեցվածք է։ Որփի, որփու անտերի, բայց որ իր հանրապետության մեջ իր գայշնիկը գալի քշում ավտոն մարդու վրա կամ գցի ձորը կամ եթե չկարան գնի ձորը խփում սպանում ու գնում առաջ պես են հրի կնոջն արեցին բայց դա իր քաղաքացու նկատմամբ էլի որ քաղաքացին ինչ անի ու պատերազմ չի ատելու կառավարության չնայած վատ չէ լինի բայց այդ միջոցները չունի բայց դրսում որբ ընդ որում նկատել եմ որքան դրսում որբ ներսում այդքան ագրեսիվ These export tariffs on electricity to these 1.5 million homes and businesses south of the border. Let's hear from the Premier, who was on News Talk 1010 just about an hour and a half ago. So let's hear what he told our Deb Hutton. That's the last thing I want to do. I want to send our American friends more energy, but unfortunately, President Trump is
attacked our country, attacked our province economically. So as of Monday, we're putting a 25%, you want to call it an export tax, a surcharge, whatever you want to call it. They're going to be paying 25% more on their electricity in Minnesota, in Michigan, and in New York. And if it continues, the attack will go up at the 50%. Ասում եմ, որ սա պետք է անեմ, ես իմ ամերիկացի ընկերներին, բայց ասում եմ, մենք երկու շաբթօրվանից մենք սանկցիա ենք կիրառելու 25%-ով երկու շաբթօրվանից։ Եթե ինքը շարունակեց հարձակումը Կանադայի վրա, դա կբարձրանա մինչև 50%։ Եղավ Թրամփ։ Դե հիմա ուզում եք խաչ նկարեք ձեր ճակատին, ուզում եք մեղմեխեք ձեր ափերի մեջ, դա ձեզ չի փրկելու։ Հա, որովհետև էլի վերադառնանք այդ խաչի բանին, այդ ուսմունքին։ Եվ ասում մարդու խոսքերին մի նայեք, մարդու գործերին նայեք։ Մի խոսքով Եվրոպայի լիդերները արաբան են արել, համաձայնվել են ավելացնել ծախսերը պաշտպանության վրա, դա շատ կարևոր է։ Այսօր Զալուժինը մեծ հոդված գրել, որ Ամերիկան քանդում է ամբողջ աշխարհի կառուցվածքը։ Ամբողջ աշխարհի այն որ 80 տարի կառուցվել էր հետ պատերազմյան շրջանում, ամբողջը քանդում է։ Դա Զալուժնին պատահական մարդ չի, ինքը բանում այսօր Բրիտանիայում դեսպանա, իսկ ժամանակին պաշտպանության նախարարն էր, եկավ թե գլխավոր շտաբի պետն էր։ Ասած չեմ հիշում։ Հիմա արդեն։ Հա, գլխավոր շտաբի պետն էր Ուկրաինայում, հա։ Վերխոսքով հսկայական անալիզա, հիմա ուղղակի արդեն ահագին անում ենք, բառարբար չեմ ուզում, սա դա կանգնեմ, որտեղ էլի թեմաներ ունենք խոսելու։ Ասում եմ ռուսական զորքերը այո հոգնած են, ռեսուրսների պակաս կա, եւ իրենց մոտ դա շատ ազգացում, այդ դրանով է պայմանավորված, որ Թրամփը ամեն ինչ անում է արագացնի, կանգնացնի պատերազմը, որովհետեւ ռուսական զորքերը նախ մարդկային բան ունեն, պակասություն ունեն, երկրորդն էլ եղած այլ չի կարող կռվի։ Եվ Թրամփի նպատակն է փրկել Ռուսաստանին։ Մի բան ասեմ։ Մեկը կարա հաշվի, քանի անգամ Ամերիկան փրկել Ռուսաստանին։ Իսկ ում Ամերիկան փրկել է Ռուսաստանին այնքան, ինչքան Ռուսաստանը թուրքերին։ Բայց դաժան բան եմ ասում։ Ամերիկան փրկեց Ռուսաստանին այդ 29 թվականից, երբ որ Ռուսաստանում սով էր։ Բառացի սով։ Հա, ամերիկացիներն բանը 350,000 մասնագետ ուղարկեցին եւ ստանոքներ եւ ամեն ինչ ինդուստրիալիզացիայի համար։ Աբո արտադրություններ լինի, մեխանիզացիա լինի, տրակտոր լինի, հողվարեն, ցանկանեն, մի խոսքով սով էր Ռուսաստանում։ Մեծ 29-ն են փրկել։ Մի հատ պատերազմի ժամանակ են փրկել բանով, այդ լենլիզով։ Հակառակ դեպքում Ռուսաստանից բան չէր մնացել։ Մի հատ 90-ականներից են փրկել։ Փրկել, ուղղակի սովից էլի փրկել է դա։ Սովից։ Հիմա է եկել փրկում։ 4-րդ անգամ։ Ասում այսքան փրկել է կործանումից Թուրքիան Ռուսաստանը։ Կարող ավելի շատ ապրել չեմ հաշվել այնտեղ։ Ոնց է ստացվում, որ միշտ գտնում եմ մեկը, որ գալիս է Ռուսաստանի փրկության։ Բայց ներքին ձայնս ասում է նորից impeachment-ի է գնալու։ Ու չի հասցնելու ամեն ինչ անի։ Եվ քանի որ դա շատ լավ հասկանում է Լավրովը, հա, ինքը զգուշացնում է, որ ցանկացած զորքերի տեղավորում բանի սահմանում այս պատասխանում դիտարկվել է որպես ՆԱՏՕ-ի մուտք պատերազմին, բայց դա ՆԱՏՕ-ին չի լինելու, որոշում կա, որ լինելու է եվրոպական զորք, որը կարող է կանգնի հենց սահմանի վրա։ Դա Եվրոպան իր սահմաններն է համարում։ Իսկ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, ոնց, որ եկավ կանգնավ այնտեղ, ես հետո ինչ եմ անելու։ Որտեւ ես որ կրակեմ դրանց վրա, կրակում եմ Գերմանիայի վրա։ Մեկը կարծում է լուրջ, որ այսօր Ռուսաստանը կարա պատերազմի Գերմանիայի հետ կամ Ֆրանսիայի հետ։ Ինքը մի հատ փոքրիկ Ուկրաինա կամ Լեհաստանի հետ չի կարա։ Մի հատ պուճուր Ուկրաինա, կոմպացված, հոգնած, մաշված, ինքը մի հատ Ուկրաինա չի կարողանում հաղթի։ Մի հատ Ուկրաինա, ինքը կարող է Ուկրաինայի հետ, Լեհաստանի հետ, ասենք թե ուզում մնացած երկրների հետ
Սովետ ամբողջ իր ռեսուրսով չկարողացավ Ֆինլանդիան գրավել։ 3 անգամ փորձեց Ֆինլանդիան գրավել, չկարողացավ։ Բայց գիտեք ով գիտի դրա մասին, ով է այդ պատմությունը տեղյակ է, ով հասկանում է ինչ է նշանակում ռուսական մեծախոսություն ուղղակի, փուջ մեծախոսություն, ով հստակ գիտե ինչ է նշանակում ռուսական կոռուպցիա եւ ինչ կարող է դա անի բանակի հետ։ Դուք մենակ այդ մասնագետները կարող են դրա մասին հստակ իմանալ։ Իսկ այսօրվա վերջում մի հատ տեսանյութ եմ ուզում ձեզ ցույց տամ։ Շատ ծանր է, ինձ պետք է ներեք դրա համար։ Ես բայց ես չեմ կարող ցույց տալ։ Ձորերից փետ եմ հանել, հետո գողաց տարան։ Փետը մեծ։ Տարել էին ասել դպրոցի պահեստում թափեք, հետո կտեսնենք ինչ ենք անում։ Դպրոցի պահեստնել են 2 ամիս, այնքան տղուս տարան, բերին մեզ էլ հետը, ինչով ենք մեղավոր երեխա էր բերել էր փետը, ես այստեղ օգնեի թափեի։ Ուր ես բերեն, չես բերել, տարան թափեցին, հետո կորոշենք ինչ կանենք, հետո այդ փետը տվին դպրոցին, իսկ երեխու բերած փետը չթողին ինքը վառի։ Ասենք դա կարևոր է, իրանք մեզ թույլ տան է տարիներ։ Այ ես աղջիկ երեխեն այդ փետը գրել, այն կողմից, մեծ ձորից, ջրից ու ցեխից հանելով։ Մեր անտառապահը բողոքեց, որ անտառից փետա դուրս եկե, չէր ասե բինուցավ դուրս եկե, դափի կողքից, այ այն կողքները, դափն եք մի քանդել են։ Դափի կողքից բարձեց տարա, որ արդեն խոթունձը սկսվել է, սկսեն իրանց գոնե երեխա, այս երեխեն հոր հետ գներ, իրան կարտոշկեն, էփեր իրանց հաց սարքեր, մեր գյուղը գազ չունի։ Օրենքի տվեցին, փետը խլեցին։ Մենք մի կերպ փրկվեցինք, ուղիղ 3 ամիս էր քաշտեն մեզ։ Ձորերից փետ եմ հանել, հետո գողաց տարան։ Փետը մեծ։ Եմ որ մեքենայով գնում էին, այնց հիշում եք այդ տեսանյութը։ Ամեն մի sense ճանապարհ գնալը այս մարդկանց մի տարվա վառելիքի փողն է։ Ամեն sense մի հատ ճանապարհ գնալ գալը, մենակ այս բենզինի ծախսը այդ մարդկանց մի տարվա վառելիքի փողն է։ Այդ փողը չեն տալի, չեն էլ թողում մարդիկ այդ ցախը հավաքեն։ Ցեխի ջրի մեջից այդ երեխաները հավաքող որ կարտոշկա գոնե, կարտոֆիլ գոնե խաշի ուտի, որտեղ գազ էլ չունեն։ Ու ես պիտի ափսոսամ, որ ես երկիրը մի օր չքվի քարտեզի վրայից։ Եթե մենք չենք կարողանում ավելի լավը ստեղծել, որտեղ այս երևույթը պետք է չլինի։ Երևի ճիշտ է որ չքվի։ Եթե մենք սան ենք ընդունակ, եթե մենք սա ենք կարողանում անել, ուրեմն երևի ճիշտ էլ դա է։ Ես զարմալ եմ ասում, այսօր առանձնապես ոգևորող բան չունեմ։ Որտեղ պետք է այս կեղծիքն ու այս զզվելի բաները վերանա, որ մեր վիճակը լավ լինի։ Կներեք, որ ես տոնով եմ վերջացնում, այսօրվա հաղորդումը։ Բայց սա է իրականությունը, ես չեմ կարող կեղծել։ Չեմ էլ ուզում։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։